Ողջույն, Buzz TV-ի եթերում չասված խոսքեր հաղորդաշարն է։ Այսօր ունեմ շատ հետաքրքիր հյուր, ով մեր հայկական լավաշը տարածում է ողջ աշխարհում եւ գյուտ է արել լավաշի թխման process-ում։ Այսօրվա իմ հյուրը վաստակաշատ գյուտարար Մանվել Ենգիբարյանն է։ Ողջույն, պարոն Ենգիբարյան։ Շնորհակալ եմ հաղորդման հրավերը ընդունելու եւ այստեղ գտնվելու կապակցությամբ։ Ես էլ եմ շատ շնորհակալություն հայտնում ձեզ ինձ հրավիրելու համար։ Պարոն Ենգիբարյան, գիտեմ, որ Գեղարքունիքի մարզից եք, Գավառ քաղաքից եք, այնտեղ եք մեծացել եւ ուզում եմ կիսվեք ձեր մանկության հուշերով, ինչպիսի մանկություն եք ունեցել։ Սովորական երևի մանկություն եմ ունեցել, ոնց որ երևի մնացած երեխաները նույնն էլ ես երևի մանկություն, այդպես մանկություն եմ ունեցել, բայց դե մեր ժամանակներում իհարկե այդ ընդհանրապես այդ ժամանակաշրջանը դժվար ժամանակաշրջան էր, որովհետև նախ մեր հանրապետությունը ներվատ վիճակի մեջ, հետո ընդհանրապես ամեն ինչ ոնց որ խառնված էր իրար, բայց մեծ սիրով եմ հիշում այդ ժամանակները։ Պարոն Ենգիբարյան, ծանոթանալով ձեր կենսագրությանը, ես գիտեմ ինչքան հարազատ վայր է ձեզ համար Գավառագետը, այնտեղ ձկնորսություն իրականացնելը, որը որ մանկության տարիներին դուք եւ ձեր մանկական ընկերներն եք իրականացրել։ Ես ուզում եմ այս հարցը որպես հայր ձեզ տամ, 7 երեխաների հայր, որը եւս մեր օրերում շատ դժվար գտնվող երևույթ է, երբ ընտանիքում 7 երեխա կա։ Հետաքրքիր է, երբ ներկայիս ձեր երեխաների մանկությունն եք դուք տեսնում եւ համեմատում եք ձեր մանկության հետ, ինչ տարբերություններ կառանձնացնեք։ Դե ընդհանրապես շատ տարբեր է, քանի որ մեր ժամանակները դա լրիվ ուրիշ ժամանակներ էր, հիմա լրիվ ուրիշ ժամանակներ է, ոնց որ շատ տարբեր բաներ է, դաժե ասենք համեմատելու բան չէ, դժվար է համեմատել, որտեվ ինտերեսները մեր ժամանակվա ուրիշ էին, հիմա երեխաների ինտերեսները ուրիշ է, զբաղմունքները նույնպես ուրիշ է, ինձ թվում է թե լավ կլիներ այդ առաջվա պես մանկությունը լիներ երեխաներին, բայց դե չես կարող ասի, կարող է եւ այսօրվա այդ ինֆորմացիան, որ իրանք շատ կլանում են, նաեւ կա վատ ինֆորմացիա, լավ ինֆորմացիա, հա, ու այդ ինֆորմացիան տես դաստուպնի է, կարող է եւ ինչ-որ միտեղ դա պետք է ինքնազարգացման համար ավելի պետք է, ավելի շուտ երեխաները զարգանան, քան թե ասենք մեր ժամանակներին, ոնց որ տենց ասած, համ լավը կա, համ վատը կա, հա։ Ամեն դեպքում ներկայումս մարդկային շփումն է մի փոքր պակասել, որը որ առաջնային է ձեր մանկության տարիներին։ Այո, մարդկային շփումը հիմա շատ է պակասել, շատ է ես դրա համար եմ մտահոգվում, որովհետև մենք ընդհանրապես մարդը կազմավորվում է իր շրջապատի հետ փոքր ժամանակում ու իր փորձի բերումով ասեմ իր սախ կյանքը գործ է ունենում, ընկերություն է անում կամ համագործակցում է իր արդեն իսկ իմացած ընկերների հետ, որոնց որ վստահում է բնականաբար ու ված չի ստացվում այդ համագործակցությունը, ինչ կլինի մեր իմիջբա սերունդի երեխաները ապագայում դժվար է ասել, այդ պահով եմ մի քիչ ես անհանգստանում, որ տենց այդ երեխաների այդ ընկերությունը, իրար այդ շփումը հիմա շատ քիչ է, ինչը որ նաև իր բացասական կողմերը ունի, հա։ Պարոն Ենգիբարյան, երիտասարդության տարիները այն ժամանակահատվածի հետ համընկան, երբ Հայաստանում սկսվեց, այսպես ասած, մութուցուրտ տարիները, երբ դուք էլ այդ ժամանակ արդեն սկզբունքային երիտասարդ եք եւ
չհանդուրժելով ինչ-ինչ անարդարություններ, որոշեցիք ձեր կյանքը եւ երազանքները փնտրել Սանկտ Պետերբուրգում։ Եթե չեմ սխալվում, 17-18 տարեկանում արդեն 16-17 տարեկանում տեղափոխվել եք Սանկտ Պետերբուրգ եւ արդեն հետաքրքիր է այնտեղի կյանքը։ Գիտեմ, որ տարբեր ոլորտներում եք ձեզ փորձել, այդ թվում նաեւ հացի փռում եք աշխատել եւ կյանքի ճանապարհները ձեզ այս կողմ այն կողմ տանելով կանգնեցել ցենց լավաշի արտադրամասում աշխատանքի առումով, հա, այդ ոլորտի վրա։ 2011 թվականին ինչ-ինչ հաջողություններից հետո ստեղծեցիք Rollline ընկերությունը եւ կուզենամ խոսենք հենց լավաշի արտադրամասի այդ process-ի մասով, ավտոմատիզացիայի մասով, խոսենք այս մասին։ Դե ոնց ասեցիք 17 տարեկանից տեղափոխվեցի Ռուսաստանի Դաշնություն, տարբեր տեղեր աշխատեցի, նաեւ հացի արտադրամասում, շինարարությունում, կարի արտադրամասում, տարբեր օճառի բիզնեսում, այո, տարբեր ոլորտներում աշխատեցի, հետո փորձեցի իմ բիզնեսով զբաղվելը եւ 2011 թվականին ոնց ասեցիք, բացեցի Rollline ընկերությունը, Rollline ընկերության հիմնական միսիան առաքելությունը այն էր, որպեսզի հայկական լավաշի արտադրման process-ը լրիվ ավտոմատիզացվի ու այդ ավտոմատ հոսքագծերը ներկայացվի ողջ աշխարհում եւ ըստ այնմ զարգացվի հայկական լավաշի արտադրությունը ամենտեղ։ Այսինքն գյուտը կայանում է հենց ավտոմատիզացիայի կոնկրետ գործում։ Այո, գյուտը երբ մարդկային գործոնի փոխարեն ավտոմատիզացիան է գործում, այսպես ասած։ Հա, ավտոմատիզացիան է գործում, բացի այդ որ ավտոմատիզացիան է գործում, մի շարք լիքը հարցեր է լուծվում այդ ընթացքում, որը որ տրադիցիոն մեթոդով չի լուծվում, հնարավոր չէ լուծել, էլի։ Այսօրվա դրությամբ ես գոհ եմ, մեծ արդյունքների ենք հասել։ Իմ մտադրությունը, իմ գործընկերների հետ, իմ թիմի հետ կարելի է ասել բարձր եմ գնահատում, համարյա 14-13 տարվա մեջ մենք լավ արդյունքների ենք հասել, օգնել ենք շատ գործարարների, որպեսզի իրանք ավտոմատիզացնեն նաև իրանց արտադրությունները հայկական լավաշի, շատ մենք ենք իրանցից շատ գոհ, իրանք են մեզնից շատ գոհ, ասենց ասած, մենք հասել ենք մեր նպատակին, հայկական լավաշի ավտոմատիզացման process-ին կարելի ասել լիովին կատարել ենք։ Ես գիտեմ, որ Rollline ընկերությունը բավականին ճանաչված եւ հայտնի ընկերություն է Ռուսաստանի Դաշնությունում, այսինքն միայն Սանկտ Պետերբուրգով չի սահմանափակում, այդ նույն հոսքագծերը տարածվում են անծայրածիր Ռուսաստանի Դաշնությունում։ Ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, եթե չեմ սխալվում, Ուկրաինայում եւս։ Չէ, շատ երկրներում կա, որ շատ տարածված է, ճանաչված է, շատ երկրներում։ Այն ընդունված է, ճանաչված է նրանում, որ ավանդական հայկական լավաշի որակական չափանիշները ինքը պահում է իր մեջ, չէ՞։ Այո, նաև այդ, բայց էլի լիքը չափանիշներ կա։ Խիեն մեր հոսքագծերով սիրում աշխատել, մեզ են դիմում հոսքագծեր ձեռք բերելու, որովհետև շատ պարագաներ կա, որ մենք ոչ միայն վաճառում ենք ու մոռանում ենք այդ հոսքագիծը, այլ նաև ահագին գործողություններ կա, որ կատարում ենք, որը որ շատ ու շատ հեշտացնում է մարդկանց մտադրությունը, իրանց արտադրությունը ավտոմատիզացնելու համար։ Այսինքն մեր սկզբունքը նա է, որ մարդուն մենք օգնենք, մարդուն մենք տանք իր խնդրի լուծումը, ոչ մի դեպքում նոր խնդրեմ չտանք իրան, այլ տանք իր վճարած գումարի դիմաց լիովին լրիվ
իր խնդրի լուծումը, որ մարդը հասկանա ու իմանա, որ ճիշտ տեղն է վճարե, ճիշտ ապրանք է առե։ Տարիներ առաջ որոշեցիք վերադառնալ կրկին Հայաստան։ Այստեղ եւս համեմատաբար փոքր, բայց արտադրամասում եք։ Ինչու որոշեցիք վերադառնալ Հայաստան եւ ինչպիսին է հայաստանյան մրցակցային շուկան կոնկրետ լավաշի գործում։ Հայաստան որոշեցի վերադառնամ, ճիշտ ասած, նաև առողջական խնդիրներով, որովհետև դե շատ երկար տարիներով ապրելով Սանկտ Պետերբուրգում եղանակից եւ այլն մենք ասենք տենց սովոր չենք, որ այդ պայմաններում շատ երկար ապրենք, դրա համար վերադարձա Հայաստան։ Դա առաջի պատճառն էր, երկրորդ պատճառը դե всё-таки քաշում է Հայաստանը, ուզում ես Հայաստանում ապրես։ Մրցակցային շուկան Հայաստանում ցավոք սրտի շատ վատ վիճակում է, քանի որ Հայաստանը ինքը փոքր շուկա է, այդ տիպի ավտոմատизация բիզնեսմենների մոտ ոնց որ не проявляют интерес, որովհետև մեր հոսքագծերը հիմնականում նախատեսված են մեծ արտադրությունների համար, մեծ քանակությունների համար։ Հա, այսինքն 1-2 ստեղ ասենք չկա ոչ հացի գործարան կա, տենց ոչ հացի արտադրությունով զբաղվող հիմնարկություններ չկա, ամեն ինչը պուճուր է։ Այսինքն ունենք մի 1000 հատ լավաշի արտադրողներ, օրինակ Երևանում, հա, դες տարբեր տեղեր կա, ու 1000 հատ արտադրողները արտադրում են 1, 2, 3 մեշոկ ալուր, տենց էլի, ասինքն ոնց որ մի քիչ ուրիշ ձևի շուկա է Հայաստանը։ Դե բարձր է, ավելի համեմատաբար փոքր է։ Հա, դրա համար էլ ոնց որ տենց Հայաստանում մեր հոսքագծերը պահանջարկ չէին կարա ունենային, բայց նաև կա գնորդներ ունենք, որոնք որ մի քանի տարի առաջ գնել են, աշխատում են, շատ գոհ են, շատ լավ է, բայց եւ այնպես Հայաստանում ինտերեսը այդքան շատ չէ։ Իսկ ինչպիսին է մրցակցային շուկան, երբ ինքներդ տեսնում եք ոլորտում ինչ է կատարվում եւ նաեւ ունեք տարիների փորձ, այն էլ որակական առումով բարձր փորձ։ Ընդհանրապես մրցակցային շուկան ավտոմատ հոսքագծերի վաճառման մեջ, հա, եթե դա նկատի ունեք ասեմ, ավելի ճիշտ ոչ թե ասեմ, կարամ մի հատ լավ բարի խորհուրդ տամ ապագա գնորդներին, որոնք որ նոր են ուզում սկսեն կամ ունեն արտադրություն եւ պոլուավտոմատ կամ ընդհանրապես ձեռքի աշխատանքով են արտադրում հայկական լավաշը, մի բարի խորհուրդ տամ, որպեսզի շատ պատասխանատվությամբ մոտենան այդ հարցին, որովհետեւ գումար են վճարում, այդ գումարը, որպեսզի այդ գումարի դիմաց իրանք կարողանան ստանան իրանց խնդրի լուծումը, իրանք գոհն են։ Չի կարելի ու պետք չէ ամեն մի անցորդի գումար տալ ու առնել անհասկանալի ստանոքներ, ինչ որ լինիաներ եւ այլն։ Պետք է հասկանալ այդ լինիան ումից են առնում, այդ մարդիկ պրոֆեսիոնալ զբաղվում են հենց տվյալ հոսքագծերի արտադրությունով, թե ինչ որ մի տեղից առնում են, բերում մի տեղ ծախում են, կամ ինչ որ մեկը մի հատ պադվալի մեջ, մի հատ գարաժի մեջ, տենց իր համար մոգոնում է, դրանք իհարկե լուրջ բաներ չեն, դրանք դաժե կարամ ասեմ, ուղղակի ոնց որ իրանց գումարը վատնելու տեղեր են, որոնք որ ոչ մի օգուտ չեն տալի, ոչ մի ավտոմատիզացիա չեն տալի, ոչ մի որակ չեն տալի, ոչ մի ձևի չեն օգնում, գործարարի խնդրը չի լուծվում։ Ճիշտ է, դրանք մի քիչ ավելի քան հասանելի գներ են դրանց, բայց դե դրանք համեմատելու բաներ չեն
իհարկե համեմատած մեր հոսքագծերի հետ, որոնք որ կոնկրետ նախատեսված են մարդկանց խնդրը լուծելու համար։ Չկա մի կլիենտ, որը որ կարա ասա ռոլայնի հոսքագիծը լավը չի։ Մոտորապես համարյա մոտ մի արդեն 450-500 հատի մոտ մենք հոսքագծեր ենք պատրաստել վաճառել, այդենց կլիենտ չկա, այդպես մարդ չկա, որ դժգոհ լինի հոսքագծից ռոլայնի։ Դրա համար խորհուրդ կտամ լավ զննել оборудованիայի վաճառքի, լավաշի оборудованիայի վաճառքի շուկան, նոր որոշում ընդունել գնումը կատարելու մասին։ Իսկ այտենց երկու խոսքով ասեմ, կոնկուրենցիա չունենք մենք, քանի որ մեր արտադրած ամեն մի հոսքագիծը դա գյուտ է։ Բնականաբար գյուտն էլ նա չունի կոնկուրենցիա։ Դե եթե գյուտ է, արդեն իսկ ինքը միակն է։ Արդեն այո։ Ուղղակի կան նման բաներ, սենց ասած, պատձելկեք, պարոդիաներ и так далее, որոնք որ որակապես չեն էլ հասնում այդ Չէ, արդեն անհատական հոսքագծին։ Ցավոք սրտի որակապես չեն հասնում։ Ես իրականում կուզենայի, որ ունենայինք մենք դաստոյնի մրցակիցներ մեր բնակավարում իրականում, որովհետև կոնկուրենցիան է։ Եթե այո, առողջ մրցակցությունը բնականաբար բոլորն էլ ձգտում են ավելիին հասնելու։ Այո, կոնկուրենցիան է զարգացնում բիզնեսը։ Ցավոք սրտի մենք մեր բնակավարում տես կոնկուրենտ չունենք, բայց դե մենք աշխատում ենք սորավնո տեղում չմնալ։ Ինքնազարգանալ այս դեպքում առանց մրցակիցների։ Հա։ Խոսեցինք լավաշի գործունեությունից եւ գյուտից, հետաքրքիր է որ թվականին, հա, այդ լիցենզիան որպես գյուտարար դուք ստացաք եւ ինչպես այդ փաստը ընդունեցին Հայաստանի Հանրապետությունում։ Դե արտոնագրերը ճիշտ ասած ստացել եմ այս վերջի տարիներում, մինչ այդ տենց ցանկություն էլ ճիշտ ասած չունեի, ինչ պատճառներով այս վերջի տարիներում всё-таки դիմեցի արտոնագիր ստանալու համար։ Հա, արտոնագրերը 12 հատ արտոնագիր ունեմ այդ ոլորտում, հիմնականում այդ ոլորտում, հայկական լավաշի արտադրության ավտոմատիզացիայի մեջ, արտոնագրերը զարեգիստրირվել են Հայաստանում եւ եվրասիական երկրներում, հա, դա մի քանի երկրներ են, որ մտնում են Եվրասիական Սոյուզում։ Դե Հայաստանում դա իհարկե շատ ողջունելի է, որովհետև հենց պետքա որ քանի որ լավաշը դա հայկական է, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ով ճանաչված է որպես հայկական մշակույթ, ժառանգություն, դե բնականաբար պետքա որ այդ process-ն էլ այդ դրա ավտոմատիզացիայի եւ ընդհանրապես ամբողջ աշխարհին տալ հնարավորություն այդ տիպի հացը արտադրելու համար պետք է տալ ավտոմատ արտադրություն, ավտոմատ հոսքագիծ, որպեսզի կանային գործարարները արտադրեին այդ շատ հետաքրքիր, շատ մեծ պոտենցիալ ունեցող, շատ լավ հացը։ Ես գիտեմ, որ բացի լավաշի արտադրությունից միտք ունեք ավելի զարգացնելու չիպսերի տեսականին, այնտեղ տարբեր, չգիտեմ, պղպեղի չիպս, կարտոֆիլի չիպս եւ այլ, հա, բանջարեղեններից ստեղծված չիպսերը։ Այդ աշխատանքները ինչ փուլում են։ Հա, ու դրանք հիմքը հայկական լավաշն է, արտադրությունը մեր արդեն այս ամսվա վերջին կգործի իր полной մощностью-ով, դա հիմա տեղակայված է էլի Ռուսաստանի Դաշնությունում, Մոսկվայում, նաև արդեն ունենք պայմանագրեր, որ դա էլի կներմուծվի Հայաստանն էլ նաև եւ կներկայացվի Հայաստանի շուկային էլ։ Պարոն Ենգիբարյան, ձեր գործունեությունը ըստ էության բավականին լայն եւ այսպես սիրալիր է ընդունվում
մեր հայաստանյան, հա, մարդկանց կողմից, ընկերությունների կողմից, ես ուշիուշով հետևելով ձեր գործունեությանը, Roll-Line-ի գործունեությանը, ես տեսնում եմ, որ տարբեր հեղինակավոր կազմակերպությունների կողմից դուք միշտ արժանանում եք մրցանակի, խոսքը իհարկե վերաբերում է Համազգային վստահության խորհրդի մրցանակաբաշխություններին, Հայաստանի Հանրապետության Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից անցկացվող միջոցառումներին, այսինքն ըստ էության ճիշտ է Հայաստանում թեկուզ փոքր քայլեր են իրականացվում, հա, Roll-Line-ի կողմից, բայց այնուամենայնիվ իր փոքր քայլերին համարժեք բավականին մեծ արձագանք է ստանում Roll-Line-ի գործունեությունը, այսինքն ձեր գործունեությունը։ Ինչ եք կարծում այս ամենի հիմքում, հա, ինչ է արդյոք Հայաստանում եւս կարելի ասել, որ Roll-Line-ը իրականացրել է եւ անում է իր լավագույնը։ Նախ ասեմ, ոչ միայն Հայաստանում են մրցանակներ, հա, մրցանակների մենք արժանանում, նաեւ Ռուսաստանում ու նաեւ միջազգային մրցանակների։ Խոսենք այս մասին։ Հա, նաեւ միջազգային մրցանակների ենք մենք արժանացել։ Ես շատ գոհ եմ Հայաստանի մրցանակների կազմակերպիչներից, որ իրանք ուշադրություն են դարձնում մեր գործունեությունը, դա շատ կարևոր հանգամանք է, իրենք մրցանակ տալիս են սոցհարցումների հիման վրա, այսինքն եթե չեմ սխալվում, ցանկացած քաղաքացուն հարցնում են ըստ ասենք լավաշի գծով, որ մի լավաշն եք նախընտրում եւ իրենց քվեարկության սոցհարցումների արդյունքում է ընտրվում լավագույնը, այսինքն միևնույն է սպառողը կարողանում է ճիշտ գնահատել որակյալ ապրանք, այս դեպքում լավաշը։ Շատ գովելի է, որ մեր գործունեության վրա ուշադրություն են դարձնում, դա մեզ ոնց որ լրացուցիչ էլի տոնուս է տալի, մենք հասկանում ենք, որ ճիշտ ուղիի վրա ենք, որ մենք լավ գործ ենք կատարում, որ մենք ինչ-որ մեր աշխատանքի ռեզուլտատով կարող ենք ինչ-որ մի ձև էլի մեր Հայաստանի Հանրապետությանը, մեր հայ ազգին մի քայլ էլի առաջ տանել, մի քայլ ավել ծանոթացնել մեր մշակույթի հետ, մեր ընդհանրապես մեր եղելության հետ։ Շատ լավ։ Պարոն Ինգիբարյան, վերջերս նշեցիք ձեր հոբելյանական 50-րդ տարեդարձը։ Խոսենք ավելի մարդկային, հա, արժեքներից, երբ այսպես կես դար արդեն ապրել եք, ունեք բավականին անցած ճանապարհ, փորձություններով եւ հաջողություններով լի։ Ինչ խորհուրդ կտաք եւ ինչպիսի զգացումներ ունեք, երբ արդեն 50 տարեկան եք։ Խորհուրդը նրանում կտամ, որ մարդիկ պետք է իրան ժամանակը անշուշտ ռացիոնալ օգտագործեն, որովհետև ժամանակը շատ շուտ է անցնում, ես կարծես դաժե չեմ էլ հավատում, որ ես 50 տարեկան եմ, հա, ոնց որ 3 մյուս օր 18 տարեկան էի, ոնց եղա 50 տարեկան։ Կարևորը հոգեպես այդ տարիքն է, ֆիզիկական տարիքը։ Հա, բայց եւ այնպես եղելության հետ պետք է հաշվի նստես։ Խորհուրդս էլի կրկնեմ, այնա որ պետք է մարդիկ իրանց ժամանակը գնահատեն, ժամանակը ռացիոնալ օգտագործեն, եթե հեսօր մի բան կարան անեն, չթողեն վաղվա վրա, երկու խոսքով լինեն ստեղծող, սպառող չլինեն, սպառողը միշտ էլ կա, սպառողի ապրելը կյանքը ինքը անորակ կյանք է, պետք է ստեղծող լինեն։ Շատ լավ, այսօր երբ հետհայացք եք գցում ձեր անցած ճանապարհին, կան ինչ-որ բաներ, որ ձեր արածի համար ափսոսացել եք կամ փոշմանել եք եւ հակառակը, կան ինչ-որ երևույթներ կամ գործողություններ, որ չեք արել եւ դրա համար եք փոշմանում։ Ճիշտ ասած, ոչ մի բանի համար չեմ փոշմանել, պրինցիպի ինչ էլ պետք էր անելու, եթե չեմ արել, էլի չեմ փոշմանել, իսկ տենց որ ասեմ փոշմանել եմ ինչ-որ մի բանի արածի, չարածի համար, չէ։ Պարոն Ինգիբարյան, առիթներ ունեցել եմ ձեզ տեսնելու որպես ընտանիքի հայր, հա, 7 երեխաների հայր, հա, այդ ընտանեկան միջոցառումներին եւ այլն։
Այսօր 21-րդ դարում եւ այս թվականներին, հա, երբ յուրաքանչյուր ընտանիք կարծես ունի 2-3 երեխայից ոչ ավելին, հա։ Այսպիսի ինչ որ ընդունված տարածված համակարգ է, դուք ունեք 7 հրաշալի զավակներ։ Հետաքրքիր է, ինչպես է կարողանում հասցնել ժամանակը բաշխել այդքան ծանրաբեռնված աշխատանքի եւ այդքան մեծ ընտանիքի միջև։ Այդ երեխաներին սաղ ես եմ տանում դպրոց, դպրոցից բերում, չեմ վստահում ոչ մեկին, ասենց ասած, շատ եթե տենց էլի կարող է տարվա մեջ մի անգամ, երկու անգամ չկարողանամ, խնդրեմ անեն, բայց հիմնականում ես եմ այդ գործով զբաղվում։ Բացի դպրոցից սպորտով զբաղվելու, սպորտզալ գնալու, պարամունքների եւ այլ ամեն ինչի մեջ էլ ես եմ զբաղվում երեխաներով, կարում եմ դասավորեմ, իրիկվա կողմը մի փոքր ժամանակ է մնում, էդ էլ իմ, ոնց ասած, իմ վրա եմ օգտագործում, իմ աշխատանքի վրա, տենց, իմ համար դա հաճելի է, շատ, ոնց ասած, հավեսով եմ այդ ամեն ինչը կատարում, նաև դրա ռեզուլտատները վայելում, որովհետև այդ դրա ռեզուլտատներից ասեմ, որ իմ տղաներից մեկը, որը որ 9 տարեկան հասակում եղավ Հայաստանի չեմպիոն, որ սպորտաձևից գրեպլինգի, հա, դրանով շատ եմ պարտանում, նաև այդտեղ իմ ժամանակի ներդրումը կա, որտեվ շաբաթը 3 օր 2 ժամով անպայման պետքա տանեմ, պետքա սպասեմ, պետքա բերեմ, դա արդեն 2 ժամը լինում է 4 ժամ եւ այլն։ Հա։ Ու ամեն երեխես ունի իր ռեզուլտատը, որը որ ինձ գոյացնում է։ Ես սիրով, ոնց ասած, իմ ծնողական պարտականությունը կատարում եմ։ Կարծում եմ պարտականությունը այս դեպքում մի փոքր տեղին չի, ավելի շատ այնքան հաճույքով եք դուք դա անում, որ ոչ թե պարտավորություն է կամ պարտականություն, այլ մի մեծ սեր եւ ներդնում ձեր երեխաների ապագային։ Դե կարելի է տենց էլ ասել։ Շնորհակալ եմ, որ այսօր եկել եք հյուր, պարոն Ենգիբարյան, ես հաղորդման վերջում ունեմ 6 բլից հարցեր, որ յուրաքանչյուր հյուրից տալիս եմ։ Անցնենք այդ հարցերին։ Պարոն Ենգիբարյան, որը կլինի այն միակ խորհուրդը, որ ինքներդ ձեզ կտակ։ Մինչև վերջ չվստահել, չվախենալ, չվստահել, շատ էլ բարի չլինել, չափազանց շատ։ Բնության որ երևույթին եք նմանեցնում ձեզ եւ ինչու։ Ոնց բացատրեմ Սևադա ջան, նայեք, ոնց որ ծովը խաղաղ է, բայց նաեւ կարա փոթորիկ սկսվի։ Երևի այդ ձև։ Իսկ այն որ ծովը խաղաղված է, ամեն դեպքում դուք էությամբ հանգիստ մարդ եք։ Հա, որը բնականաբար կարող է ունենալ փոթորիկներ եւս։ Հա, բայց ես նաեւ շուտ բռնկվում եմ, շուտ կարամ զայրանամ ու շատ դժվար ոնց որ հետո հանգստանամ։ Հա, էլի։ Իսկ հաճախակի են լինում այդպիսի տագնապներ։ Դե չէ, փորձում եմ որ չլինի։ Շատ լավ։ Պատմական որ հերոսի փոխարենք ցանկանայիք լինել եւ ինչու։ Դե պատմական շատ դաստոյնի հերոսներ կան, իհարկե, որոնց որ նմանվում եմ կամ կուզենայի նմանվեմ, սովորելու բան ունեմ, բայց չեմ ասի, սրա նման կուզեմ լինեմ կամ նրա նման։ Ես իմ տեսակն եմ։ Շատ լավ, հենց Մանվել Ենգիբարյան հերոսի դերն եք տանում եւ ապրում ձեր կյանքը։ Այո։ Առանց ում կամ ինչի չեք պատկերացնի ձեր կյանքը։ Առանց իմ երեխաների բնականաբար։ Երեխաները իմ համար շատ ամենաառաջ տեղն են ու կարևոր։ Եղել են, ուղղակի խեմ ասում, եղել են պահեր, որ երեխաները ինձանից առանձին են եղել, տարիներով, դաժե 1-2 տարի տենց ժամանակաշրջան, դա շատ դժվար ժամանակաշրջաններ են, բայց մենք հաղթահարինք, ամեն ինչ
լավ է ու իհարկե էլ չի լինի այդպիսի երևի չի լինի այդպիսի հերավորություն եւ բաժանում։ Եթե ձեր կյանքը վերածենք գրքի, այն ինչպիսի վերնագիր կունենա։ Երևի կյանքի մի ճանապարհ։ Շատ լավ։ Եվ վերջում Մանվել Ենգիբարյանը ունի չասված խոսքեր։ Դե բնականաբար կան շատ չասված խոսքեր, բայց եթե խոսքերը չասված են, ուրեմն գտեր են, որ իմաստ չունի այդ խոսքերը ասելու։ Դրանք չեն ասվել, բայց Երևի պետք էլ չէր ասվել։ պետք էլ չէ ասվելու, հա։ Շատ լավ, իսկ դուք ինքներդ ձեզ ունեք չասված խոսքեր։ Չէ։ Չէ։ Դա շատ կարևոր է, երբ ինքներդ ձեզ հետ չունեք այդ պատնեշը եւ ամեն դեպքում կարողանում եք ցանկացած թեմայով կիսվել հենց ձեզ հետ։ Շնորհակալ եմ այսչափ հաճելի եւ պրոդուկտիվ զրույց ապահովելու համար, պարոն Ենգիբարյան։ Ցանկանում եմ ձեզ լավագույնը եւ թող ձեր լավաշի գյուտը, հա, լավաշի արտադրամասի ավտոմատիզացիայի գյուտը դառնա համաշխարհային հնչեղությամբ եւ բոլորը ճանաչեն իդեմս ձեզ որպես լավ հայի, տեսակով լավ հայի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Դե ինչ, հարգելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք չասված խոսքեր հաղորդաշարը, իսկ այսօրվա իմ հյուրը գյուտարար Մանվել Ենգիբարյանն էր։ Շնորհակալություն, մինչ հանդիպում։